Կդառնա մի 100 տարի հետո կասեն Էրմենիստան թուրք ռեսպուբլիկасы, այսինքն Հայաստանի թուրքական հանրապետություն։ Կդառնա տարածքային անվանում Հայաստանը։ Եղելա չէ, Հայաստանը եղելա արաբական խալիֆատի մեջ, անկախ պետություն չէր, ինքը տարածքային միավոր էր Հայաստան։ Նույնը պարսկական կայսրության մեջ տարածքային միավոր էր Հայաստան։ Եվ Հայաստանը կար, երբ որ Հայաստանի պետությունը չկար, Հայաստան աշխարհագրական միշտ եղել է։ Հռոմեական կայսրության մեջ գնում են Հռոմ ցույց են տալիս, դες ընդ որում բանի մեջ է, էլի, հռոմեական կայսրության մեջ։ Միայն Սուլտան Համիդն է, որ արկել է, չասեց Հայաստանը չօգտագործեք։ Մինչև Սուլտան Համիդ Հայաստան ազատորեն օգտագործում էին հայերը։ Իբրև աշխարհագրական տեղանում։ Հենց որ Հայաստան անունով չի նշանակում, որ Հայաստան կա։ Մենք ես զգացական բաներով ենք ապրում, զգացական բաներով, ռեալ պոլիտիկ, հայը ու ռեալ պոլիտիկն ու։ Այսօր այդ մինիմալիզմը որով բան է, սա ես միշտ ասել եմ, որ այս մինիմալիստական բանը ուզենք չուզենք կլինի, ազգի մեջ պետք է լինի։ Արարատը տանք հանգիստ ապրենք, Ղարաբաղը տանք հանգիստ ապրենք, թուրքերին թողնենք, այս պետք է լինի, բայց սա պետք է լինի չնչին փոքրամասնություն։ Իսկ այսօր չնչին փոքրամասնությունը մենք ենք։ Եվ չնչին փոքրամասնության իշխանության գալ միմիայն հնարավոր է անհնարին ճանապարհով։ Հնար չկա։ Եթե դուք տեսնում եք այդ հնարը, ցույց տվեք։ Հեղափոխություն չի կարա անի փոքրամասնությունը, հեղաշրջում չի կարա անի, եթե հեղաշրջումը անելու ունակ լիներ այդ ազգային անվտանգության եւ բանակում կլիներ, ընտրությունով անհնարին է, ընտրությունով բացարձակ ամենաանհնարին ընտրությունով է։ Բանակը եթե բանակ լիներ, ինքը կնայեր, կկանգներ ու կասեր, թե ոնց է Արցախը հայաթափվում, կամ կասի ես թույլ եմ, ինչ բանանեմ, ես էլ կորցնեմ, էսի հայի պեսի բանակի պահված կա, ես դե չեմ հասկացել բանակը։ Ես եմ սխալ հասկացել երևի։ Եվ ես կանից հետո բան անել, թե հիմա ես հունվարի 28-ին ոչ բանակի տոն եմ նշում, ոչ էլ բան, թող ինձ ներեն զոհ բանը։ Ես պարտված բանակի տոնը չի պետք է նշեմ։ Երբ որ իմ բանակը կվերագտնի իր փառքը, ես ժամանակ կնշեմ։ Ես ջարդված, կոտրված, Արցախի ցեղասպանությանը բանով բինոկլով նայած բանակին, ինչ պետք է նշեմ։ Արցախը հավետ կորցրած։ Մա Բակրատ Սրբազանը կա, ինքը լավատես է, ես միշտ ասում եմ, ինքը լավա, ով ուզում է լավատեսություն, գնացեք, համեցեք։ Հա։ Սիմեոն Երևանցու ժամանակ, ուրեմն Սիմեոն Երևանցին լավ քարոզ էր խոսում, բայց քյոսա էր։ Մարդիկ ասում էին, այս քյոսենով է, տեսք չունի էլի։ Եվ կար մի հատ Մովսես անունով, հոգևորականով փառահեղ տեսք ուներ, գեղեցիկ տղամարդ, շքեղ մորուք, բան եւ այլն, այս էին ասում բան։ Հա, այն ժամանակ էլ այդ խոսքը կար, ասում էր, թե մորուք կուզես Մոսես, թե քարոզ կուզես Քյոսես։ Պատմությունից օրինակներ են բերում, սովորեք։ Հիմա այս իմ բանն է, այսինքն դե լավատես եք ուզում, տավուշ, ճանապարհը բաց։ Ես վադատես եմ, բայց վադատես ասելով, ես չեմ ասում, թե բուժում չկա։ Ես չեմ ասում փրկություն կա, բայց եթե հասկանանք, որ հիվանդ ենք, եթե ինձ բժիշկս քննի, ասի, որ գիտես ինչ, քաղցկեղի 4-րդ ստադիայում ես, այսօր եկուց ես, ես պետք է ասեմ, ինչ ես խոսում, Դինդունեմ չէ, որ հիվանդ եմ, որ բուժվեմ, շանս ունենամ բուժվելու։ Իսկ ես այս բաները, որ խոսում եմ,
Բացեք նայեք ինչ հայուակներ եմ ստանում։ Ես ամաչում եմ այդ հայուողների տեղն եմ ամաչում։ Այդ տղա ջան, աղջիկներ կան հայուող։ Այսինքն ես ձեզ ինչ եմ արել։ Ինչ եմ արել ձեզ։ Կան որևիցե մի տերդեր, ինչ է արել ձեզ։ Խեղճ մարդը հակել է այս սքեմը, այս անհաջող, անհարմար, նվիրվել է ձեզ ծառայության, ինչ է արել ձեզ, որ այդ հայունակների եք արժանացնում։ Ընդամենը ասել է, որ հիվանդ եք, բուժվեք։ Ուրեմն իմ ես վերջին 6 տարվա, միայն 6 տարվա, այն ժամանակ 6 տարվա գործունեությունը ինչ պարզ չի, որ ես ինչ եմ ասում։ Քանի անգամ ասի բացեի բաց ռազմական հեղաշրջումապետ, պատերազմի օրերին ասի։ Եվ նախագահներին ասեցի, Քոչարյանին եւ Սերժին։ Ասի լավ դուք, պարոն նախագահ Քոչարյանի, 10 տարի նախագահ եք եղել, դրանից առաջ մի տարի, 2 տարի էլ վարչապետ, չէ՞։ Այդքան տարի էլ Ղարաբաղի նախագահ։ Դուք ձեր կողմնակից, գաղափարակից ոչ մի գեներալ չունեք, ոչ բանակում, ոչ ոստիկանություն, ոչ ազգային անվտանգություն, որ գան ձեր կողքը կանեն եւ հեղաշրջում իրականացնեն։ Եթե իրենցով է, Սերժ, դու ավելի 10 տարի նախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության նախարար, ազգային անվտանգության քարտուղար, պաշտոն կա որ չես տարել։ Հա, շախմատի ֆեդերացիայի նախագահ, դու ոչ մի գեներալ քեզ նվիրված չունես, ոչ ոստիկանությունում, ոչ ազգային անվտանգությունում, ոչ բանակում, որ ես փողոց պատիվ ունեմ, մատիվ ունեմ։ Դա ռեալ պոլիտիկի ինչի մասն էր խոսում, բայց ռեալ պոլիտիկն է, չէ՞ որ ընդրությունով չի հնարավոր չի սա փոխել։ Ուր եք գնացել ընդրության։ Ուր եք մտել ընդրության։ Նշանակում է ձեր նպատակը, փոխելը չի։ Դա ձեզանից լավ ով պետք է իմանա, որ եսի ընդրությամբ չի փոխվի։ Ինչով ենք զբաղված եղել մենք 30 տարի։ Մենք 30 տարի պետականություն չենք ստեղծել, մենք պետականության իմիտացիա ենք արել, դրա համար չարաչար հադուցում ենք։ Մենք 30 տարի հեգնել ենք Ալիևներին, իսկ Ալիևները ստեղծել են պետություն։